իբրև թե քննարկում է տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախագահի հանձնաժողովի նախագահի հարցը, բայց այստեղ խոսում են ամեն ինչից բացի բուն թեմայից։ Պարոն Վարդևանյանը հիշեց մեր հերոսներին, ես ուզում եմ շատ կարճ անդրադարձ կատարեմ մի իշխանության օրոք, որի ժամանակ թիվը չասեմ, հաշվի առնելով մեր բոլորի հորդոր անունները ցանկով հրապարակել, որ չասեք բազմաթիվ թվեր են հնչում, որևէ պատասխանություն համենայն դեպս մինչև այժմ չկրած իշխանությունը խոսում է ամեն ինչից բացի դրանից։ Իմիջիայլոց, ոչ թե իմիջիայլոց, այլ այսօր իմ լավ ընկեր, մեր Գարիկ Գալյանի որդու, Մխիթար Գալյանի ծնունդն է, որը ևս, այսպես ասած, առաջացնում է նորից հիշողություններ, չնայած երբեք չենք մոռացել։ Հիմա բուն հարցի հետ կապված։ Շատ կարճ կանդրադառնամ, ինչքան որ հնարավոր է եղել ֆիքսել։ Դուք հարցնում եք հեծից, ես պատասխանում եմ, գալիս եք այստեղից, ասում եք մենակ հեծից եք խոսում։ Ներդրումային ծրագրի հետ կապված մենք որևէ փոփոխություն չենք առաջարկել հանձնաժողովին, ես կարող եմ պատգամավորների անունները չնշեմ, չեմ կարողացել այդքանը ֆիքսել, բայց հարցերը հնչել են։ Մենք որևէ փոփոխություն չենք առաջարկել հանձնաժողովին, որպեսզի ներդրումային ծրագրից հանեն, այսպես ասած, հուսալիության, էլեկտրոէներգիայի մատակարարման եւ ուղղեն դեպի նոր միացումներ։ Մենք այդպիսի առաջարկ չենք արել։ Պարոն Սարգսյան, վեդի նամակի հետ կապված այստեղ հնչեցնում եք, ես օրինակ ձեր տեղը կլինեի, կբերեի եւ ձեր նամակը, եւ իմ պատասխանը, ասում եք բանավոր հրահանգել եք, իմ պատասխան նամակն ուր է։ Շատ լավ, բայց խնդրում եմ իմ պատասխան նամակն էլ եւ ձեզ մի ուղիղ առաջարկ երկար չծավալվելու համար։ Եք տեղից, պարոն Սարգսյան։ Դե էդ էլ ասեիք էլ։ Ուրեմն ես չունեմ այդ հնարավորությունը, վաղուց հեծի այսպես ասած դռները հաշվի առնելով այսպես նաև միգուցե ոչ իրավական, ես հեծում մուտք չունեմ արդեն 1 տարի, ձեզ ուղիղ առաջարկ եմ անում, ապահովեք հնարավորությունը հեծ, մուտքի հնարավորությունը եւ ես ձեզ կապացուցեմ, որ բազմաթիվ հարյուրավոր համայնքներ հենց տարվա սկզբին չունենալով հաստատած բյուջե, նախորդ տարվան արդեն սպառած եւ այլն եղել են շատ լուրջ մեր կողմից, այսպես ոնց ասեմ, լավություններ կամ խնդրանքները բավարարվել են։ Շատ մեծ ուղիղ առաջարկ եմ անում, հետո գանք ես եւ դուք այստեղ տեսնենք ինչ է արվել, ոնց է արվել։ Այստեղ չի խոսվում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր այն ընկերությունների կամ այն հիմնարկների մասին, որոնց մալուխները գտնվում են իրենց բալանսային պատկանելիությանը, այսինքն որևէ վթարի դեպքում հեծը որևէ կերպ չպետք է անգամ ընդառաջի եւ գնա դա սարքի, ինչի համար, որովհետեւ դա այդ ապրանքանյութական արժեքը ձևակերպելու խնդիր է ունենում, բայց դիմեք ձեր գործընկերոջը Երևանի քաղաքապետին եւ բոլոր մարզպետներին եւ ասեք ինչքան մանկապարտեզ, ինչքան դպրոց, մալուխներ են պայթել, ներքին տնտեսությունում են խնդիրներ եղել եւ մենք ինչքան ենք օգնել իմիջիայլոց, դա շահույթի հաշվին հաշվի առնելով, որ դա չենք կարող հաշվի առնելով մեր տնտեսության վրա չի ներդրված այդ ապրանքանյութական արժեքները մենք չենք կարող դա անել։ Իմիջիայլոց այդ որ ասում եք Վոլյուսը չգիտեմ ինչ արեց, եկեք իրար հետ եթե ուզում եք պատտվենք, տեսեք, որ շատ գծեր եւ 110, 35 եւ 10,000-ի գծեր անցնում են հենց արոտավայրերի վրայով։ Շատ անվտանգության գոտիների խախտումներ, եթե չեմ սխալվում, 10,000 եւ ավել են դեռևս շատ վաղուց, դա արդեն քաղաքական իշխանության խնդիրն է, դրա լուծումը ոնց տա։ Նախկին եւ ներկա հեծից եք խոսում, մեր գործընկերու գրածից եք խոսում։ Ժողովուրդ, ձեր չաթը հրապարակվեց, եթե չեմ սխալվում, ինչ որ մեկն է ձեր չաթում ասում էր լավ, այսքան ժամանակ լույս չունենք, տենակ կառավարիչը լույս ունի, թե չէ։ Հետո ջնջեցին այդ չաթից, հետո այդ մարդուն չգիտեմ ինչ արեցին, միգուցե հույս ունեմ ողջ առողջ է։ Բայց ամեն դեպքում էդ էլ խոսացեք։ 3 մարզ
ճշտեք կիմանաք կա այդ թեման։ 3 մարզ ամբողջովին հոսանքա զրկում է, դուք ստե գալի ասում եք հեցի ժամանակ ինչ որ միտեղ հոսանքա գնացել մեր ժամանակ։ Լուրջ չի, հիմա մի փոքրիկ օրինակ բերեմ, մեր համագյուղացի, այսպես գյուղի ժողովրդի համար ասեմ, հիմա պատկերացրեք, մեկը դուրս է գալի գյուղա մեջ ձեր մասին բան է ասում։ Գնում տենում ես առանձին կամ բոլորի մոտ ասում ես եղբայր, այս սենց չի, սենց է։ Հարց ունենաս, արի խոսանք։ Հետո մեկ էլ լսում ես, որ հաջորդ օրն էլ է գնացել գյուղա մեջ էլի խոսացել։ Նորից ես ասում, ասում ես եղբայր, այս սենց չի, սենց է։ Եթե ուզում ես, արի բացատրեմ, ճիշտ է խոսես։ Հետո տենում ես 4-րդ, 5-րդ, հիմա թե գյուղա մեջ այդ մարդուն ինչ կանեին, այդ արդեն թողում եմ ձեզ, դուք երևի ավելի լավ պատկերացնեք։ Ուրեմն իրապա մարմինին հանձնելու հետ կապված մի դեպք կա Իմիջիայլոց ձեր մարզում, ուղղակի ազգանունը չտամ, եթե կարիք լինի կտամ։ Մոտարապես 7-8 տարի, այսպես ասած, այս մարդուն հոսանք գողանալուց բռնում էինք, ուղարկում էինք քննչական, տանում էին գործային հարություն վրան, գնում էր դատարան, ասում էին բերեք փորձաքննության անկախ փորձագետի եզրակացություն, որ ինքը 501,000-ի հոսանք է գողացել։ Բայց արդեն կառավարության որոշման հիման վրա երևի մի 30-40 միլիոնի ակտ էր գրվել այդ մարդու վրա, հնարավոր չէր հոսանքը անջատել։ Ոչ մի փորձագիտական կենտրոն չտվեց այդ եզրակացությունը ուղիղ։ Էդ էլ այն հարցի պատասխանը, թե ինչի դուք չեք դիմել։ Հարյուրավոր մարդկանց, ես իմիջիայլոց ձեզ մի բան ասեմ, ձեր վարության անդամ գործընկերը չեմ մանում, ինչ խնդիր ունի ձեր հետ, որ այսպիսի թույլ հարցեր ա տվեց ձեզ, որպեսզի թույլ հարցերին անդրադառնաք։ Ի պատիվ պարոն Սարիկ Մինասյանի, ասած ես չեմ ասում հավելագրում եք արել։ Ընդունում եմ, որովհետև մարդը աշխատել է, պատկերացրել է, որ իր ժամանակ էլ է եղել։ Ոնց գա ստեղ ասի, իմ ժամանակ հավելագրում ա եղել, բայց Ղազինյան Դավիթ, դու դրա մեջ փայուն էիր, ես ու Ռոմանոսը ներողություն եմ խնդրում, ես ու կառավարիչը չունեինք։ Չի կարա, չէ՞ մարդը գա ասի։ Դրա համար ասում եմ ի պատիվ իրեն։ Հաջորդը Տիկին Բաղդասարյան, երբևէ ինդուլգենցիայի ակնկալիք չեմ ունեցել, ես հպարտանում եմ իմ ծնողով եւ ոչ միայն ես, երբևէ, ինչպես պարոն Քոչարյանն ասեց, սենց թենենց դատախազը գալու է ձեր հետևից, դե երևի քաղաքական թիմը ավելի լավ գիտի, ենթադրում եմ, որ ավելի լավ գիտի գալու է թե չէ, դա այսօրվա կառավարման պատկերն է։ Իմիջիայլոց ակադեմիկոս լինելու պարոն Արությունյան, լինելով նախարար, այդքան ժամանակ լինելով բում, լավ չեք պատկերացնում ակադեմիկոսի ընտրությունը։ Ակադեմիկոսը ընտրվում է 2 փուլով, 1 բաժանմունքում եւ այնուհետեւ բոլոր ակադեմիկ, եթե պատկերացնեք, ֆակուլտետի հետ չեք կապի։ Եվ երրորդը, հնչեց գնահատական վատ հետևանքների, այսինքն իրավաբանական դպրոցի վատ հետևանքները։ Արդյոք ձեզ հետ համաձայն են փոխվարչապետը, անվտանգության խորհրդի այսօրվա քարտուղարը, գլխավոր դատախազը, արդարության նախարարը, առողջապահության նախարարը, ներքին գործերի նախարարը, SMS-ով ազատված ԲԴԽ նախագահ, արդյոք ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներն են։ Մի արձագանքեք, իմիջիայլոց այդ պարոն Ռուբինյան, այդ տեսեք իրավացի եք, հեչ ճիշտ չի, որ տեղից արձագանքում են։ Դուք բավականին հեռացել եք բուական համակարգից եւ այսուհետև խնդրում եմ, որպեսզի ընտանիքը չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել միգուցե քաղաքական շատ ավելի կոշտ։ Հիմա մենաշնորհի մասին եք խոսում։ Մենք ասում ենք մի հատ անուն ազգանուն տվեք, ասեք Պետրոսյան Պետրոսը ձեր որոշող մարդկանցից ասել է, այս մարդը պիտի տենդերի չմասնակցի։ Չունեք այդ անուն ազգանունը, խոսում եք Պեկի սենյակներից, կամերաներով, բերեք այդ անուն ազգանունը տվեք, ով ինչ-որ մեկ ուզեցել է տենդերին մասնակցի, մեր մոտից ինչ-որ մեկը թույլ չի տվել, կամ ասելով, կամ որևէ գործողություն անելով։ Եվ ամենակարևորը, քննարկում ենք տարածքային կառավարման հիմնական, այսպես ասած, այդ հանձնաժողովը, եւ շրջակա միջավայրի բազմաթիվ գործառույթներ ունի։ Ոչ մեկ ստեղ չեկավ քաղաքական գնահատական տար, թե վարչապետը ոնց կարող է ընտրովի մարմնի ղեկավարին հետո նշանակել որպես ԺՊ։ Ոչ մեկ դրա մասին չխոսած։ Ժամանակը շատ քիչ է, ամբողջին չեմ կարող անդրադառնալ, կոչ եմ անում լինել օբյեկտիվ եւ եւս կրկնում եմ մեկ անգամ, չեմ խնդրում, որպեսզի ինձ քվեարկեք։